Պետեկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության միավորումից 2 ամիս էլ չի անցել, սակայն արդեն 100-ից ավելի մարդ զրկվել է աշխատանքից, ընդ որում գործազուրկ են դարձել միայն նախկին ֆինանսների նախարարության աշխատակիցները։ Այս մասին լուրերը մեծ հետ զրույցում հաստատեց ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակիցը։ Մերի Ավագյանը 9 տարի աշխատել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում որպես գլխավոր մասնագետ։ Հունիսի 10-ին տեղեկացել է, որ արդեն 4 օր է իրեն աշխատանքից ազատել են, որպես պատճառ բերելով 2 կառույցների միավորումը։ Բայց որքանով ծանոթ եմ քաղաքացիության օրենսդրությանը, եթե վերակազմակերպվում է ՊԵԿ-ը, այսինքն միաձուլվում է ֆինանսների նախարարությանը, պետք է որ իրենց մոտ լինեին տրամաբանական կրճատումներ։ Սակայն ինչքան հասկացա, 100-ից ավելի աշխատակիցներ կրճատվել են միայն ֆինանսների նախարարությունում։ Այո, բայց ասենք տարօրինակն այն է, որ մի ամբողջ բաժին է կրճատվում։ Կարող էին, ասենք, ըստ քաղաքացիության օրենսգրքի, ասենք նախապատվություն տալ դասային աստիճան ավելի բարձր ունեցողին եւ այլն, բայց որ ամբողջ բաժին է կրճատվում, դա տարօրինակ է անշուշտ։ Ֆինանսների նախարարության որոշ նախկին աշխատակիցներ, որոնք ներկայանալ եւ ձայնագրվել չցանկացան, ասում էին, որ ՊԵԿ-ի նախկին նախագահ եւ ֆինանսների նախարարության նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը ազատվում է հատկապես նախարարության հին աշխատակիցներից եւ թափուր աշխատատեղերը համալրում ՊԵԿ-ի կադրերով։ Արդեն գործազուրկ Մերի Ավագյանի փոխանցմամբ աղմուկը բարձրացել է հենց իրենց բաժնից, սակայն իրավաբանական եւ ֆինանսական վերահսկողության բաժնում իրավիճակն ավելի սրված է։ Իրավաբանականը, նաև վերահսկողության տեսչությունում ա եղել այդպիսի կտրուկ կրճատումներ, ընդհուպ խոսքը գնում է մինչև 50 մարդու մասին։ Հարկ է նշել, որ նախկին ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, որը ղեկավարում էր Սոնա Ղարիբյանը, դեռևս նախորդ տարի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՊԵԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք խախտումներ էր բացահայտել։ Ամենաաղմկոտ բացահայտումներից էին կառավարության սուբսիդավորմամբ էժան դիզվառելիքի բաշխման ծրագրում հայտնաբերված խախտումները, որից ըստ շրջանառվող լուրերի օգտվել էին ներկայիս վարչապետ, այն ժամանակ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները։ Այժմ փաստորեն այդ ողջ տեսչությունը լուծարված է։ Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը Ազատության հետ զրույցում նկատեց, որ Գագիկ Խաչատրյանը միտումնավոր է հենց այս տեսչությունը լուծարել։ Նպատակն է վերացնել նրանց, ովքեր ժամանակին խախտումներ էին բացահայտել իր գլխավորած կառույցում։ Վերահսկողական բաժնի առկայությունը ենթադրում էր, որ այդ բաժինը ինչքան էլ հրամաններ կատարի, ինքը ստիպված է աշխատել, այսինքն ստիպված է ինչ-որ մաներ ան, հետևաբար ստիպված է ինչ-որ բացահայտումներ։ Ինքը անցած տարի աշխատեց, անցած տարի մի 2 աղմկոտ բան հրապարակ դուրս եկավ։ Հիմա գլխացավանքից պրսնելու լավագույն ձևը գլուխը կտրելն է։ Այդ բաժինը լուծարվում է ու նման տգեղ փաստի առաջ էլ իշխանությունները չեն կապում։ Վերլուծաբան Գալոյանը չի բացառում նաև, որ սա վենդետա էր նախկինում կատարված բացահայտումների համար։ Այդուհանդերձ Գալոյանը կարծում է, որ այսօր համակարգային փոփոխություններ անելով իշխանությունները ապագա ապօրինությունները թաքցնելու հնարավորություն են ստեղծում։ Չեմ բացառում վենդետան, բայց միևնույնն է դա վենդետան անձերի դիմաց կարվեր, անձերին կոնկրետ աշխատանքից ազատման, պատժելու կամ ես իմ տեսի տենի սանկցիաներ կկիրառվեն, համակարգը չէր վերացվի։ Երկրի նախագահը խոսում է գաղջ մթնոլորտի վերացման, սոցիալական արդարության վերականգնման, բարեփոխումների մասին, սակայն այսօրվա իրականությունը վերլուծաբան Գալոյանին լավատեսություն չի ներշնչում։ Թեպետ նորաստեղծ սուպեր նախարարության արդյունավետ աշխատանքի մասին խոսելը ըստ տնտեսագետի վաղաժամ է, այդուհանդերձ դեռևս թարմ են հիշողությունները այդպիսի մի քանի չստացված փորձերի մասին։ Հիմնավոր փաստարկում են, թե ինչու են միացնում մի 2 տարի հետո նույնքան հիմնավոր փաստարկում է, թե ինչու են առանձնացնում։ Իդեպ կատարված կրճատումների մասին պարզաբանում խնդրեցինք ֆինանսների նախարարությունից, խոստացան պատասխանել օրվա ընթացքում, մինչ այս պահը դեռ սպասում ենք պատասխանի։ Ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակից Մերի Ավագյանը չի կարծում, որ այս պատմությունը հենց այնպես կմարի ու կգնա։ Ըստ նրա դժվար թե 100-ից ավելի մասնագետներ համակերպվեն աշխատանքը կորցնելու հետ։ Խմորը ջուր կառնի անշուշտ շատ։